Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, կրճատ պատասխանեմ ձեր հարցին, որոշ ընկերությունների հետ շատ մանրամասն քննարկումներ են եղել բազմափուլ, բայց այն ընկերությունները, որոնք մեզ նամակներ են հղել, ներառված չեն եղել քննարկումների մեջ ըստիս, որտեղ նոր առաջարկներ եմ տեսնում։ Ես նույնպես կուզեմ անդրադառնալ այդ առաջարկների եւ մտահոգություններին, որոնք կրիպտոյով զբաղվող ընկերությունները մեզ հղել են։ Պարոն Նուրբեկյան, ես մեր քննարկումների ընթացքում որոշակի հարցերի պատասխաններ ունեմ, բայց կխնդրեմ ձեր, եթե չհասցնեք անգամ եզրափակիչ ելույթում անդրադառնալ այս կետերին, հետագայում մենք ձեզ փոխանցեմ ամբողջը, մենք գրավոր կերպով հանրայնացնենք այս հարցերի պատասխանը։ Առաջինը երևի ընկերություններին մտահոգում են նվազագույն կապիտալի բարձր շեմը, որը լիցենզավորման պարագայում դրվելու է։ Ես գիտեմ, որ դա ԿԲ նորմատիվ ակտերով է կարգավորվելու եւ կխնդրեմ առաջարկը նաեւ կա, որ տարբեր չափի ընկերությունների համար, տարբեր գործունեություններով զբաղվող ընկերությունների համար առանձին այլ կապիտալի շեմ սահմանել։ Հաջորդը, արդյոք հնարավոր է հետագայում նաև քննարկել մեր անկախիկի օրենքի մեջ փոփոխություն եւ նվազագույն շեմ սահմանել փոխանակման կետերի հետ կապված, օրինակ, եթե մենք սովորական փոխանակման կետում կարողանում ենք $100 մանրել, նույնիսկ կարողանանք $100 համարժեք կրիպտոն փոխանակման կետերում փոխանակել։ Մյուս հարցը միջազգային հարթակների արգելք։ Ես չեմ հիշում, որ նախագծում կա լիցենզավորման պահանջ միջազգային հարթակների, բայց արդյոք քաղաքացին սպառողը արգելված է լինելու օգտվել միջազգային հարթակներից կրիպտոակտիվներով գործարքներ կատարելու կամ ընդհանրապես թրեյդինգով զբաղվելու համար։ Եվ չորրորդ կետը, որը որ մեր նախագծում սահմանված է, բայց էլի այս մասով կա մտահոգություն, դա NFT-ների հետ է կապված։ Շեշտում է, որ NFT-ները արվեստագետների եւ ստեղծագործողների գերակշիռ մասը օգտագործում են ինքնապահպանվող կրիպտոդրամապանակներից եւ P2P գործարքներից, սակայն այս համակարգը դրանց ոչ մի ձև չի կարգառում, այլև կարող է անօրինական դարձնել նման գործունեությունը։ Արդյոք կա նման բան, թե ոչ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։